Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ձեզ հետ կրկին Արմենն է։ Արդեն շատ վաղուց է մենք միասին չենք հանդիպել Արմենի խոհանոցում։ Ինչպես գիտեն իմ հետևորդները, ես մոտավոր 1 ամսով գնացել էի Հայաստան վայելելու իմ ընտանիքը, իմ հայրենիքը եւ ինչպես ամեն մի լավ բան, սա էլ շատ արագ վերջացավ, անցավ։ Ճիշտն ասած, մի քիչ դժվար է երկար ժամանակ բացակայելուց հետո, ճիշտ է հետ է ուզում վերադառնալ իմ ընտանիք, սակայն ինչպես հասկացա, ես մնացի երկու երկրներ մեջտեղ, այսինքն գալիս եմ Ֆրանսիա, մտովի Հայաստանում եմ, գնում եմ Հայաստան, մտովի այստեղ եմ, դե ինչ արած, սա էլ մեր ընտրությունն է։ Այսքանով սահմանափակենք մեր Հայաստան գնալու իմ պատմությունը եւ յետ վերադառնանք մեր սովորական կյանքին։ Այսօր ես ձեզ համար ուզում եմ պատրաստել չամիչով բուլկի, քանի որ իմ հետևորդներից շատ են խնդրել, որպեսզի ես պատրաստեմ չամիչով բուլկի, այսօր ես կներկայացնեմ իմ բաղադրատոմսը։ Ինչ է մեզ հարկավոր այսօր չամիչով բուլկի պատրաստելու համար։ Մեզ հարկավոր է դրոշ, այսպես կասեմ դրոշ, քանի որ հայկական տարբերակը այս պահին չեմ հիշում, վանիլին, ես 2 հատ վանիլին եմ դնում, որպեսզի համը ավելի արտահայտիչ լինի, 1 պտղուն ծաղ, շաքարավազ, 2 ձու, 30 մլ ձեթ, 250 մլ կաթ, 700 գրամ ալյուր եւ իհարկե չամիչ։ Նախապես խմորը պատրաստելու համար լցնում ենք կաթը, դրոշը, մեր ունեցած քանակից կավելացնենք 2 գտալ շաքարավազ, 2 գտալ ալյուր, կխառնենք այս ամենը եւ կթողնենք 15-ից 20 րոպե, երևի 15 րոպե բավական է, կթողնենք 15 րոպե, որպեսզի խմորը սկսի աշխատել, այսինքն դրոշը իր գործը անի։ Տեսեք սիրելիներս, անցավ 15 րոպե եւ այստեղ արդեն պղպջակներ են առաջացել, այսինքն պատրաստ է։ Հիմա կխառնենք մնացած մթերքները։ Իդեպ երկրորդ ձվի սպիտակուցը կխառնենք եւ դեղնուցը կթողնենք, որպեսզի քսենք արդեն խմորի վրա։ Ահա։ Կավելացնենք վանիլինը, 1 պտղուն ծաղ, մնացած շաքարավազը, ձեթը, կարագը, սակայն կարագը մինչև վերջ չենք խառնի, մի քիչ կթողնենք, վերջում խմորի մեջ կավելացնենք, որպեսզի խմորը հավաքվի։ Այս ամենը մի լավ կխառնենք եւ կավելացնենք ալյուրը։ Կավելացնենք նաեւ ալյուրը, կրկնեմ, որ այստեղ ունենք 700 գրամ ալյուր։ Եվ վերջում կավելացնենք մնացած կարագը, որպեսզի մեզ մոտ ստացվի փափուկ եւ ձեռքերին չկպչող խմոր։ Արդեն շատ փափուկ եւ հաճելի խմորը պատրաստ է։ Մի քիչ էլ ես ձեռքով կհունցեմ եւ կտեղափոխեմ մեկ այլ տարայի մեջ,
կթողնենք մոտավորապես 2 ժամ եւ արդեն կթխենք։ Իդեպ ասեմ սիրելիներս, որ երբ վերադարձա Հայաստանից, երկար ժամանակ մի տեսակ չէի կարողանում խոհանոց մտնել, քանի որ այնտեղ մաման էր պատրաստում, ես միայն ուտողի դերում էի, ինչեւ որ երեխաներս համոզեցին, որ ես էլ եմ մամա, ես էլ պետքա պատրաստեմ։ Ահա տեսնենք այս առաջի խմորը ինչպես կստացվի մեզ մոտ, կհանդիպենք 2 ժամից։ Մի տեսեք, թե ինչպիսի խմոր է ստացվել մեզ մոտ։ Հիմա մեկ հատ էլ կհունցենք, արդեն չամիչի հետ, առատ կլսնենք չամիչը և կհունցենք, կսպասենք եւս 15-20 րոպե, կբաժանենք փոքրիկ գնդիկների և արդեն կթխենք։ Ասեմ, որ մեզ մոտ պետք է ստացվի 9 գունդ։ Ահա, թողնենք եւս 15 րոպե, 20 րոպե։ C'est bon։ Դե ինչ անցավ եւս 20 րոպե եւ խմորը արդեն պատրաստ է։ Շատ թեթև, շատ ստացված խմոր է ստացվել մեզ մոտ։ Իդեպ սիրելիներս ասեմ, որ երբ սկսեցի վիդեոյի սկզբում ես մոռացա ձեզ նշեմ, որ նաև կարագ ենք ավելացնում 100 գրամ, հետագայում ես կթողնեմ ներքևի մասում, հատվածում բաղադրատոմսը կարող եք նայել։ Եվ ինչպես միշտ եմ նշում, սիրելիներս, ամեն անգամ խմորի հետ խաղալիս անպայման խմորը թողեք գոնե 15-20 րոպե, որպեսզի ձիգ խմոր չստացվի, թե չէ հետագայում ինչ որ պատրաստում ենք, անկախ նրանից հաց կլինի, բուլկեղեն թե ինչ, լավ չի ստացվի։ Անպայման պետք է թողնենք հանգստանա գոնե 15-ից 20 րոպե։ Հիմա այս դեպքում նույնպես խմորը գնդելուց հետո կրկին կթողնենք 10-15 րոպե, որպեսզի ավելի փափուկ ստացվի խմորը, բացվի, ռեզինի նման չստացվի, այնուհետև կթխենք։ Իմ այս բաղադրատոմսով ստացվում է 9 գունդ, չնայած այսօր ստացվեց 10-ը, եւս թողնում ենք 10 րոպե եւ արդեն ուղարկում ենք ջեռոց։ Այս ընթացքում ես ջեռոցը կմիացնեմ, որպեսզի տաքանա, մինչև տաքանա արդեն գունդն էլ պատրաստ կլինի։ Եվս մեկ համոհոտ մեր մանկությունից, սիրելիներս։ Ահա, մեր ունեցած մեկ ծվի դեղնուցին կավելացնենք մի քանի կաթիլ կաթ, և կքսենք մեր խմորի վրա։ Տեսեք խմորը բավականին հասուն վիճակի մեջ է, արդեն պատրաստ է եփելուն։ Ահա, ուղարկենք բաղարան։ Արդեն տաք վիճակում կքսենք սիրոպը, արդեն նախապես պատրաստած և արդեն կարող ենք համ տեսել։ Շատ համեղ է, նաև սմետանով փորձեք սիրելիներս, պահպանեք այս բաղադրատոմսը և ինքներդ պատրաստեք։
Պաուզա։ Դե սիրելիներս, դուք էլ փորձեք, պատրաստեք եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվեք Արմինե էջին, լայքեք եւ թողեք ձեր մեկնաբանությունները, շատ ուրախ կլինեմ, կհանդիպենք հաջորդ եթերում։